Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի ինքներս մեզ հաղթելով գրքի շնորհանդեսն այս անգամ կայացավ Գյումրիում հունիսի 8-ին, ինչ պետք է անի հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի եւ ազգային ինստիտուտների բարելավման համար, ինչպես պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը։ Բագրատ Սրբազանը պատասխանեց այլ կարևոր հարցերի, որոնց պատասխաններն ընդգրկված են հենց գրքում։ Նա իր սկզբնական խոսքում շեշտեց, որ եկեղեցին հոգևորից զատ ինչ որտեղ նաեւ հոգևորից վեր զբաղվել է պետականաստեղծ առաքելությամբ։ Այնուհետև խոսելով հաշտ լինելուց ասաց, որ եթե ինքներս մեզ հետ հաշտ լինենք, ուրեմն կկարողանանք ընդհանրական հաշտություն հաստատել։ Ինքներս մեզ հաղթելով քիչ առաջ ասեց այդ ապաշխարության եւ այդ հաշտության մասին։ Մեզ համար հաշտությունը տարիներով հատկապես 2015-ից հետո մնացել է հրամայական հասարակական լավ շերտերի հաշտություն։ Մեր տերը հաշտության համար աշխարհի աստծո որդի որ արարացել է հաշտության համար է։ Դրանց առաջին հայտարարությունները ռեշտակային հայտարարությունները դրա մասին Փառք Աստծուն բացումներում երկրորդ խաղաղություն մարդկանց մեջ հաշտություն սրան ասել եւ այս հաշտության օրը խաչը բացած արինը հաշտեցնելու համար առաքված խզված մարդկությանը իր առաջի հետ հայոյեցել է քարոշչությունը բերել մարդկանց կյանքի փրկության հավաքական կյանքի այլն բայց ինչպես են վաճառել դրան խաչի դրա հաշտության դժվարակալ է մասնա խոսում երբ ասում աղքատացա եւ հնազանդվեց մինչեւ ապչի հաշտությունը խաչի դրա մինչեւ ծայր աստիճան դժվար գործ արի պահանջը գործը ոգևոր մասը խորհրդանշական մասը եթե էշ ունեն ձեռքով աներ աստվածուրի զամա իրական էշ է այսպես ճանապարհն ցույց տալի թե ինչպես է իրական հաշտությունը կամ իրական արժեքի ձեռքն է հետևաբար ինչպես դու այդ կերպով մտածել ասեցի կարող է լինել մասին չմտածել ինչ կարող է հիմնական սպառնալիք է մեր կյանքը հայքայով սպառնալիք է թշնամություն ու ալտերնատիվները սերմանում եւ անընդհատ դրդում խորացնում որին Հիմադարությունը պետք է լինի ինքներս մեզ հաղթելով մեր ապաշխարությունը եւ հաշտության տեսք։ Եթե մենք ազնիվ ենք, ինքներս մեզ հետ կարողանանք մեզ հաղթել, նախ ինքդ քեզ հաշտ ունես լուց, ոչ թե խոսես ու բան մասին մտածես, բան, ինքդ քեզ հաշտ ունես, ուրեմն կարող անհնարին հաշտություն հաստատել։ Այո, սա է անձնատունը դիվազը։ Հարց ու պատասխաններն ամփոփելով Սրբազան պայքարի առաջնորդը նշեց, որ իր ամենամեծ խոնարհումն է հայտնում բոլոր նահատակ զավակների ծնողներին, որոնցից մի մասը ներկա է գրքի շնորհանդեսին, շեշտելով, որ գրքի ծնունդն էլ ինչ որտեղ իրենցով է պայմանավորված եղել։